Ողջույն իշխանության համակիրներին։ Այո, սխալ չեք լսել։ Ամենայն հարգանքով ուզում եմ այսօր զրուցել ձեզ հետ, որ ասում եք խաղաղությունը բերելու, դրա համար իրեն ենք ընտրելու։ Խաղաղություն ինչ կանոններով։ Դուք միայն բառը լսել եք եւ շարունակությունը չեք ուզում լսել, որովհետեւ նա շարունակություն չի էլ բացատրում։ Երբևէ ասել է այդ խաղաղությունից հետո ինչ է լինելու, ինչ կանոններով եք ապրելու, ոնց եք ապրելու։ Իհարկե ոչ, որովհետև նա ընդհանրապես ոչ ունի գաղափարախոսություն, ոչ ունի բացատրություններ, իսկ լսել եք Ալիևն ինչ է ասում խաղաղության տակ։ Լսել եք Ալիևի պահանջները։ Այդ խաղաղությունը լինելու է բացառապես Ալիևի պահանջներով։ Հետաքրքրվեք, խնդրում եմ, տեսեք Ալիևի պահանջները որոնք են։ Նրա պահանջն է, որ ադրբեջանցիները գան ապրեն այս հողի վրա, քանի որ նա Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան։ Տեղյակ եք, թե ոչ։ Տեղյակ եք, որ սահմանային շատ պահանջներ ունի։ Քարտեզը ես կտեղադրեմ, դուք կտեսնեք մի օր։ Ամբողջ Սևանի կեսով, Սյունիքով, Վայոց ձորով, Արարատի շրջանից գյուղերով, Տավուշի մարզից գյուղերով ամբողջությամբ ասում է, որ դրանք պետք է հանձնվեն իրենց։ Անգամ ասել է, որ Երևանն է իրենցը։ Պատրաստ եք Երևանը հանձնել, դուք էլ հանձնվել, եւ եկեղեցու հանդեպ պահանջներն էլ գալիս են Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ ձեզ քիչ իսլամացնում են, քիչ ձեզ պատրաստում են մուսուլմանների հետ ապրելուն, բայց չակերտավոր ապրելուն, որովհետեւ նրանց հետ անհնար է ապրել։ Նրանք մի օր վեր են կենալու եւ հարևանացի մտնելու են ձեր տուն, ձեզ պարզ է ինչ անեն, Սումգայիթի դեպքերը վկա։ Խաղաղությունը լավ բառ է, բայց շատ են շահարկում։ Չեք մտածել, եթե մի բան այդքան շատ ասվում է, ամեն օր ձեզ կերցնում են, կոպիտ ասած, այդ բառը։ Նույնիսկ ես տեսել եմ արդեն փողոցի շարժական ցուցանակների վրա անընդհատ խաղաղություն է գրված եւ այդ բթամիտ սրտիկը, որ դուք ամեն օր ստանում եք։ Ամեն Աստծո առավոտ վեր են կենում իրենց նազիր վեզիժները, խաղաղություն բառն են արտաբերում։ Այսքան ժամանակ նրանք ինչ ասել են, լրիվ հակառակն են արել։ Ապագա կա, ապագա չկա, այսինքն խաղաղություն չկա, կամ պատերազմ է լինելու, կամ հանգիստ հանձնվելու եք։ Պատերազմ չի լինելու, որովհետև պատերազմը դա երկու երկրների միջև տեղի ունեցող բախումն է։ Այստեղ բախում չի լինելու։ Միակողմանի սպանդ է լինելու։ Ալիևի հայտարարությունները լսեք, խնդրում եմ։ Բարին ընդ ձեզ։